Բարև, բարևի մեջ կա արև, կա Հայաստան, կա հաղթանակ, կա ժողովուրդ և մենք տվել ենք ամեն ինչ այս հաղթանակի համար և մենք միասին ենք։ Պատրաստ եք տանել այս հաղթանակը։ Բոլոր պայմաններում, պատրաստ եք։ Բոլոր ճնշումների տակ, պատրաստ եք։ Պատրաստվեք հաղթանակի։ Հաղթանակը դրվել է, բայց պիտի ամրագրենք։ Վերջը չի, սա սկիզբն է, սա սկիզբն է։ Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր, քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության, Հայաստան, Սփյուռք, Արցախ, միասնական ազգ և պետություն, մեծամասնություն և փոքրամասնություններ, մենք դարձել ենք մեկ, և այդ մեկությունը, այդ միասնությունը մեզնից որևէ մեկը չի տանելու այլևս երբեք։ Վաղը, առավոտյան, ես նամակ եմ ուղարկում, սիրում եմ նամակ ուղարկել, ոչինչ։ Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Դարոն Մարգարյանին և հրավիրելու եմ մարտի 5-ին, ժամը 5-ին, հրապարակ։ Սա անելու եմ սիրով, բարևով, ժպիտով, հարկանքով և թող կան ժողովրդի աչքերի մեջ նայեն և ընդունեն ժողովրդի ընտրությունը, հաղթանակը և տան իրենց ինքնաբացարկը, իրենց հրաժարականը, թող կան։ Հետայսու Հայաստանի Հանրապետության պետական բոլոր գրասենյակները պատկանում են Հայաստանի ժողովրդին։ Հասկացաք։ Դրա համար թող որևէ դար ընթերցում, դարագույս, կասկած չլինի, եթե որևէ մեկը մինչև մարտի 5-ը, ժամը 5-ին ինձ հրավիրի իրենց գրասենյակ, բարոն Սարգսյան, բարոն Մարգարյան, ես կգնամ ձեր գրասենյակ, որտև այդ գրասենյակը այլևս պատկանում է Հայաստանի ժողովրդին։ Սիրելի հայրենակիցներ, քաղաքացիներ, գյուղացիներ, Հայաստանի Հանրապետության ապակա կերտողներ, մենք զգում ենք արդեն մեր հաղթանակը, պիտի լինենք հետևողական, ուժեղ և միասնական։ Լսեցիք այսօր մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիական և քաղաքական գործիչներին, որ առաջի հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և զինվորներ։ Հետո նոր կուսակցական գործիչներ և երբ նրանք ելույթ են ունենում, իրենք արդեն խոստովանում են ձեզ, որ մենք մտել ենք հաղթական հանգրվան, որտեղ չկա այլևս կուսակցականություն, խմբակցություն, հարանվանություն կամ մի ազգ, մի քաղաքացի և մի հանրապետություն։ Եվ որքան էլ ես հիմա ցավ և հուզմունք պատճառ եմ Արմենուհուն այստեղ կանգնած, ես ձեզ ասում եմ և դուք հավատացեք և ընթերցեք իմ խոսքերը ուղղակի, իմ կյանքի գնով, մինչև ապրիլի 9 հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը։ Մարտի 5-ին, ժամը 2-ին, 14:00, ով ցանկանում է, երաբլուր,